Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարի Սամվել Կարապետյանի դեմ բացված դատական գործով նիստը այսօր շարունակվում է հակակոռուպցիոն դատարանում ազգային բարերարը դատարան է եկել ոստիկանների ուղեկցությամբ։ Լրագրողների բազմաթիվ հարցերին Կարապետյանը չի պատասխանել, քանի որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը թույլ չի տալիս անել դա։ Դատական նիստերը չնկարահանելու որոշում է կայացրել դատարանը քննության շահերից ելնելով։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն ու քաղաքական ուժի համակիրները մայրաքաղաքի երազայգուց երթով գնացել են դատարանի բակ՝ ի աջակցություն ազգային բարերարի։ Երթի ընթացքում կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նկատել է, որ մի քանի տասնյակ ոստիկաններին դատարան բերած մեքենաները տաշիր ընկերությունն է արտադրել ու նվիրել պետությանը։ Այս մեքենաները մենք ենք նվիրել պետությանը։ Ոստիկանական այս մեքենաները նվիրել պետությանը, մենք այս մեքենաները արտադրել և նվիրել ենք մեր պետությանը, այսօր նրանք եկել են և այստեղ են բերել բարերար Սամվել Կարապետյանին։ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ օրերին ուժեղ Հայաստան կուսակցության անդամներին ու համակիրներին բերման ենթարկելու դեպքերին։ Տիկին Ղումաշյանի դեպքին անդրադառնալ, որը շատ հատկանշական է նաև նրանով, որ այսօր և ամեն օր մեր շարժման անդամներին զանգարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում, հատուկ ձևի, իրենց կողմից ուղղորդված ձևով օգնություն են խնդրում, որպեսզի մեկը ասի կմտածեմ այդ մարդուն գլխին ինչ-որ բան սարքել։ Տիկին Ղումաշյանը խոսացել է 104-ամյա պատերազմի վետերանի կնոջ հետ։ 104-ամյա, որին հարցաքննել են երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի կնոջ հետ, ում ծնունդները, առիթները 5 տարի է, նա է հոգում, բոլոր հնարավոր հարցերը լուծում է, քանի որ սրտով այդ մարդկանց կողքն է, այսքան տարի։ Եվ 105-104-ամյա մարդը հաստատ որևէ կապ չունի, ոչ ընտրության հետ, չգիտենք, քաղաքացիություն ունի, չունի, դա Տիկին Ղումաշյանի սրտի պորտկումն է եղել, որի մասին բոլոր տվյալները իրավասու մարմինները ունեն, բայց նրանք հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց։ Թբիլիսյան խճուղում երթի մասնակիցների եւ ոստիկանների միջև միջադեպ է եղել։ Ոստիկանները քաղաքացիներից մի քանիսին բերման են ենթարկել։ Ոստիկաններ, ձեզ եմ խնդրում ուշադրություն, մի բրդեք, մենք էլ չենք բրդում, հանգիստ ակցիայի կանում, մի բրդեք, մենք էլ չենք բրդում, ժողովուրդ ոստիկաններին մի հրմշտեք, հանգիստ կանգնեք, շարունակում եք մեր ակցիան, մի տրվեք սադրակների ոչ մեկի, հանգիստ խաղաղ մեր ակցիան շարունակում եք։ Կադրերում երևում է, որ ոստիկանները ուժ են գործադրել բերման ենթարկելիս ու վնասվածքներ հասցրել։ Քաղաքացիներից այս մեկի դեմքն է վնասվել։ Արա թող մեռնեմ կյանքից, հայ են կախվել, հայ մարդ։ Քիրեիք խփումը տենց, արակոս եք ես թուրք եմ, հա։ Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, Ստամբուլում հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչ օրս մեր հայրենակիցներից շատերը անհետ կորած են։ Մեջբերում նրանց ճակատագրերը եւս պետք է պարզվեն։ Մեջբերման ավարտը։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը այս կարևոր հարցը բարձրացրել է խոսելով խաղաղության համաձայնագրի մասին, որը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ երկու երկրների միջև վերջնական վստահություն հաստատելու համար մարդասիրական այս կարևոր հարցը պետք է լուծում ստանա։ Սիմոնյանը կարևորել է Հայաստանում հաստատված խաղաղությունը եւ Թուրքիային հրավիրել միանալու այդ գործընթացին։ Իր ելույթում շեշտել է. «Մեջբերում այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Մեջբերման ավարտը։ Thank you very much, Mr. Speaker, for your statement.
Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային ժողովի նախագահներ Ալեն Սիմոնյանն ու Սահիբ Ագաֆարովան գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Նրանք երկուսն էլ դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո եւ պայմանավորվել են շարունակել այս ձևաչափով շփումները։ Փաշինյանը ասում է, ուրեմն ունի պայմանավորվածություններ։ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ունենալու վերաբերյալ պնդումները չի հերքել Հայաստանի վարչապետը, սակայն նշել է, որ դրանք բոլորը վերաբերում են Հայաստանի խաղաղությանն ու համաձայնագրին։ Հա, բարձ չի, որ ունենք պայմանավորվածություններ։ Այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բա հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Այդտեղ սպառնալիք չկա, ոչ մի սպառնալու բան չկա։ Դա շատ պարզ, շատ սովորական տրամաբանություն է։ Վարչապետը նաև նշել է, որ չունի որևէ գաղտնի պայմանավորվածություն, շեշտելով, որ բոլոր համաձայնությունները հրապարակված են եւ բոլորը կարող են ծանոթանալ դրանց։ Փաշինյանը հավելել է նաև, որ ընտրություններում քաղաքացիները պետք է աջակցեն խաղաղությունը պահպանելու քաղաքականությանը, հակառակ դեպքում այն կփլուզվի։ Ընդ որում ասում եմ, եթե Մինչև Բեյրութի հարավային Արվարձանների տեղանված բնակիչները կվերադառնան իրենց տները, 10-օրյա ժամանակավոր զինադադարը հաստատելուց ժամեր անց իսրայելական ուժերը խախտել են այն։ Ըստ ԶԼՄ-ների Իսրայելի հրետանին հարվածել է Լիբանանի հարևում գտնվող Խիհամ քաղաքի ուղղությամբ։ Ավելի վաղ հրադադարի լուրը հաստատել են Հեզբոլլահը եւ Իսրայելը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դեռևս չեն լքի Լիբանանի տարածքը, պահպանելով ընդլայնված անվտանգության գոտին։ Ավելի վաղ Ցախալի խոսնակը հայտնել էր բանակում զինվորների պակասի մասին եւ նշել, որ երկրում անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։ Իրանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ այս հրադադարը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ձեռք բերված ավելի մեծ համաձայնության մասն է։ President invaded and overthrew the government of a foreign country. ԱՄՆ կոնգրեսում կայացած լսումների ժամանակ օրենսդիրները կտրուկ տարակարծություն են հայտնել Լատինական Ամերիկայում Վաշինգտոնի վարած ռազմավարության շուրջ։ Դեմոկրատ կոնգրեսական Խոակին Կաստրոն քննադատել է ռազմական ուժի կիրառումն առանց կոնգրեսի թույլտվության։ Նա հայտարարել է, որ միջամտության իրական շարժառիթը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ վենեսուելական նավթը։ Կոնգրեսականները նախազգուշացրել են, որ նմանատիպ քաղաքականությունը Կուբայի նկատմամբ կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Ըստ օրենսդիրների Կուբայի դեմ 11-ն շարունակվող պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է, հարվածելով ոչ թե կառավարությանը, այլ շարքային քաղաքացիներին։ Այս ամենին զուգահեռ մեկ այլ կոնգրեսական բարձր է գնահատել նախագահ Թրամփի գործողությունները, պնդելով, որ նա համարձակվել է անել այն, ինչ նախորդ վարչակազմերը չեն արել վերջին 30 տարվա ընթացքում։